Lorry, my home. Oh Lorry, land of morning light, with hills that roll in velvet white, where meadows blue and breezes play, and drivers sing chalkstone and clay. Your forests, deep and dark and wise, hide secrets under starlit skies. Your files are gold in noonday sun. Your work is hard, but songs are fun. Each stone here tells an ancient tale of kings, of love, of snow and hail, and every church on mountain high still stands with prayer against the sky. Oh Lorry, dear, so proud, so poor, your soul is strong, your heart is sure. Though years may pass and worlds may roam, I'll always call your valley home. Լեռներ, որոնք լռությամբ պատմում են անցյալի մասին, գետեր, որ անցել են դարերի խորքով, ու օդ, որում խտացած են հիշողությունները, այս ամենը մեկ անունով՝ Լորի։ Սա Հայաստանի հյուսիսային դարպասն է, բնության, պատմության ու մաքուր օդի խորհրդանիշը։ Արևից վառված լեռնաշղթաները գրկել են Լորին, դարձնելով այն մի վայր, որտեղ աշխարհագրությունը վերածվում է արվեստի։ Հսկա բազում, փամբակ, ջավախ, լալվար ու գուգարած լեռները ոչ միայն ձևավորում են մարզի միկրոկլիման, այլև դառնում են արկածի հրավեր, բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են բարձունքներ։ Այստեղ ամեն մի գագաթը պատմություն է, ամեն կիրճ մի գաղտնիք։ Դեբետ գետը, Լոռու սիրտը, հոսում է վտակների երգով, սնուցելով կյանքն ու կերտելով կիրճեր, որոնք կարծես բնության քանդակած արվեստի գործեր լինեն։ Իսկ եթե վեր նայենք, այնտեղ կտեսնենք աչքի ընկնող աչքասարը, Լոռու ամենաբարձր կետը, 3196 մետր բարձրությամբ։ Լոռու կանաչ անտառները մոգական շնչով լի են, կաղնի, եղևնի, թեղի, վայրի մրգատու ծառեր, իսկ մի փոքր վեր ալպյան մարգագետիններ, որտեղ բնությունն ասում է իր ամենանոր բանաստեղծությունները։ Տարվա բոլոր եղանակները Լոռիում յուրահատուկ են։ Ամռան զովությունը հրավիրում է փախչել շոգ քաղաքներից, իսկ ձմռան ցուրտը ներսում կրակ վառել ու զգալ իրական հանգիստը։ Մարզում ջերմաստիճանը երբեք չէ որ գերազանցում է հարմարավետության սահմանները, ձմռանը մինչև -20 աստիճան, իսկ ամռանը հազվադեպ գերազանցելով +28-ը։ Լոռն այն վայրն է, որտեղ մշակույթը թաքնված չէ միայն թանգարաններում, այլ ապրում է բնության մեջ։ Այստեղ Թումանյանի շունչը դեռ լսվում է գյուղերի հին պատերից, իսկ քարե խաչերը հազարամյակների ուղերձներ են։ Պատմամշակութային գանձերը սկսվում են Լոռի բերդից, միջնադարյան Անառիկ ամրոցից, որը կառուցել է Դավիթ անհողինը դեռ 1005-ից 1020 թվականներին։ Այն թիկնեղորեն կանգնած է ձորագետ և ուռութ գետերի հատման կետում, վերածվելով անպարտելի ժառանգության։ Քոբայրի վանքը հիմնադրված 1171 թվականին, թաքնված է Դեբետի ձորալանջերին, խոնար, սակայն փառահեղ։ Մարիամ արքայադուստրը Կյուրիկյան ճյուղից, թողել է իր մշակութային ձեռագիրը այս վայրում։ Սանահին և Հաղպատ, երկվոյրակ վանական համալիրներ, որ ոչ միայն ճարտարապետություն են, այլ հոգևորության և կրթության նշանաբառեր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում նրանք մնում են որպես անանց հիշատակներ։ Աղթալայի ամրոցը կառուցված 10-րդ դարում, ունի բացառիկ դիրք ու պատմություն։ Այն համադրում է քարեղեն հզորություն և գունագեղ պատում, քրիստոնեական խորը խորհուրդներով։ Լոռվա մշակութային կյանքը վերապրում է բեմի վրա։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը 1931-ից մինչև օրս հյուրընկալում է հզոր ներկայացումներ Մուրացանից մինչև Սունդուկյան։ Այս թատրոնը պարզապես արվեստ չէ, այն ոգի է, ժառանգություն և ապագա։
Կերպարվեստի թանգարանը Վանաձորում վկայում է մարզի գեղարվեստական հզոր պոտենցիալը։ 3 հարկ, շուրջ 2000 ստեղծագործություն, պատմություն, որ ներկայացված է գույնով, գծով և քանդակով։ Առանձնացվում են մի քանի թեմատիկ սրահներ, որոնք իրար հետ կապված են կամ մեկը մյուսին շարունակում են։ Կարելի է տեսնել ինչպես ավագ սերնդի աշխատանքներ, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողների գործեր։ Շինությունը ունի 3 հարկ, որտեղ առանձին հարկերում ցուցադրված են քանդակը և գրաֆիկան։ Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են 235 թանգարանային նմուշներ։ Այս դեպքանավարից այսօր պետք է քարոշ դեպքեր պատել, գալիս են տարբեր քաղաքներից, իսկ մենք հիմա որ խոշորացվեց մեր համայնքը։ Լորվա խոհանոցը համային ճանապարհորդություն է, լի անակնկալներով։ Այստեղ ամեն ուտեստ առանձնահատուկ է և յուրովի։ Տեղական խոտաբույսերը և պանիրները դարձնում են ուտեստներն անմոռանալի։ Տարածաշրջանի ուտեստներից են ծանդիլը, կորկոտը, ճիլ ու եղը, հոնով ու փիփերթով ապուրը, ավելուկի ու եղինջի աղցանը, լորվա բորանին և մոթալը։ Այս ավանդական ճաշատեսակներից շատերը կարող եք համտեսել Աղթալա քաղաքում գտնվող Նուրիկ կենտրոնում, ինչպես նաև Վանաձորում գտնվող Իզագրի ռեստորանային համալիրում։ Այս վայրերում տիրում է տիպիկ հայկական ջերմ մթնոլորտ, որտեղ դուք կարող եք լիարժեք վայելել ինչպես ազգային, այնպես էլ Լորվա տարածաշրջանին բնորոշ ուտեստների լայն տեսականի։ Եվ եթե ցանկանում եք լիարժեք ընկնվել մարզի մշակութային էությանը, խորհուրդ ենք տալիս այցելել Լորվա Փամբակի երկրագիտական թանգարան։ Այստեղ դուք կծանոթանաք Վանաձորի և ողջ մարզի պատմությանը հնագույն դարերից մինչև մեր օրեր։ Այն գործում է 1938 թվականից։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 34 000 հնագիտական և ազգագրական նմուշներ։ Լորին մարզ է, որտեղ հանգիստն ու արկածը քայլում են կողք կողքի։ Լեռների բարձունքներում լեռնագնացներն են փնտրում ուժի սահմանները, իսկ ձորերում զիփլայնն է գծում իր երկնքի արահետը։ Այստեղ բնությունը միայն տեսարան չէ, այլ իրական մասնակցություն, յուրաքանչյուր այցելության ընթացքում վերածվելով նոր փորձառության։ Լեռնահեծանվային տուրիզմը նույնպես կարող է լինել շատ ակտիվ։
Բու լեռնահեծանվային պարկը ակտիվ գործունեություն է ծավալում Լոռու մարզում։ Հեծանվային պարկը Հայաստանում նորություն է, քանի որ այստեղ չունենք լեռնահեծանվային գծանշված երթուղիներ։ Պարկը գտնվում է Վանաձոր քաղաքի Փամբակ լեռնաանտառային գոտում։ Սկզբի համար փորձնական կառուցվել է 2 կիլոմետրանոց երկաթուղու մի մասը, որը միջին բարդության է և նախատեսված է դաունհիլ սպորտաձևի համար։ Այն ի տարբերություն մյուս տեսակների ավելի տեխնիկական է և էքստրեմալ։ Ստեփանավան քաղաքում գործում է Լոռե ակտիվ հանգստի կենտրոնը, որը կազմակերպում է քայլարշավներ, էքսկուրսիաներ, կինոդիտումներ, էքստրիմ պարկ, ժայռամագլցման արհեստական պատ, զիփլայն, խարույկ, ինչպես նաև գիշերակաց։ Ինչպես նաև Լոռիում կառուցվել է 47.2 կիլոմետր երկարությամբ քայլուղի, որը ձգվում է Նեղոցից Ծաղկաշատ և Հաղպատ, ակներից Սանահին, Օձուն, Հորոմայր և Քոբայր, ինչը հնարավորություն է տալիս քայլարշավի սիրահարներին ընկղմվել Լոռվա ողջ տրամադրության մեջ։ Տեբեդկետը բացում է իր ալիքները ռաֆթինգի սիրահարների առջև։ Սա առավել քան էքստրեմալ փորձ է, համադրված Հաղպատ և Սանահին վանական համալիրների տեսարաններով։ Այս փորձառությունն անմոռանալի է թե սկսնակների, թե փորձառուների համար։ Լոռին առաջարկում է նաև արկածային տուրիզմի բազմաթիվ տարբերակներ, որոնցից ամենահետաքրքիրներից է ձիարշավը։ Մարզում գործում են մի շարք ծառայություններ, որոնք կազմակերպում են այցելություններ պատմամշակութային վայրեր ձիարշավների տեսքով, տալով անմոռանալի տպավորություններ։ Բացի այդ, Լոռին հայտնի է նաև իր առողջարաններով, որոնք հիանալի պայմաններ են ստեղծում հանգստի և առողջության վերականգնման համար։ Առավել հայտնի առողջարաններն են Վանաձոր Արմենիա առողջարանը, Ալավերդու մեղվաբուժության կենտրոնը և Սանահինի մոտակայքում գտնվող Pottery House Armenia կավաբուժության կենտրոնը։ Շնորհակալ ենք, որ եղաք մեզ հետ այս բացահայտման ուղեցրում։ Լոռին մեզ սովորեցրեց, որ ամենագեղեցիկը քո կողքին է։ Պարզապես պետք է կանգ առնել և նայել։